Բոլորս գիտենք, թե ինչ ահավոր արհավիրքի նախաշեմին կամ արհավիրքի մեջ ենք ապրում մենք բոլորս։ Երբ փորձ է արվում Հայաստանի Հանրապետությունում մեղքը բարթելով բոլորի վրա անցյալի գործիչների, ներկա, եկեղեցու, փաստաբանների, շարքայինների վրա գնալ դեպի ամբողջատիրություն մինչև ընտրությունները։ Այդ ամբողջատիրությունը ինքնին նմանագում է, իմիտացիա է, ինքը բզդլիկ մարդկանց փորձ է մեծ դիկտատորների, մեծ ամբողջատերերի կրկնօրինակելու, բայց բոլոր դեպքերում մենք տեսնում ենք, որ թիրախ բռնելով ազգային արժեքների վրա, մայր եկեղեցու, բայկարող դղաների, շարքային քաղաքացիների, փաստաբանների հիմա հոգևորականների վրա իրենք արդեն փորձում են հող նախապատրաստել ընտրությունների նախաշեմին վիճակ փոխել, մտայնություն փոխել, միջավայր փոխել, որտեղ իրենք տեսնում են, ես կարծում եմ, որ այս վիճակի շարունակության դեպքում պիտի այս իշխանությունը պիտի չկարողանա վերարտադրվել։ Սա ենթադրում է իհարկե, որ հասարակությունը վերարտանա, որ ինքը իր իրավունքների, իր ճակատագրի դերը դառնա, դուրս գա անդարբերությունից, ցավից, տարաբանքից, հերավորությունից եւ նորից պատկանելիության զգացումը իրացնի Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Նաեւ ենթադրում է, որ ընդդիմադիր ուժերը, հասարակական գազམ་ագերբությունները, թե հին, թե նոր դուրս գան այդ բادرանքից, որ կարելի է հին ձևով պայքարել այսօրվա արդիական իշխանական սպառնալիքի դեմ։ Պետք է նոր վիճակ, համախմբող վիճակ, նոր տեխնոլոգիաներ, նոր գիրարական փորձ, որը ոչ միայն դաշտային է, մարդկային է, թեթաթեթ մարդկանց հետ աշխատելով, այլ նաև իհարկե նաև ներառում է տեխնոլոգիաները, նաև սոցիալական ցանցերը եւ այլն։